Ինչ անել, եթե ձեր հարևանը ձեզ ջրել է։ Առաջինը բնականաբար նրան տեղեկացնել դրա մասին, որքան հնարավոր է շուտ։ Երկրորդ, արձանագրել փաստը։ Դա կարող եք կատարել ֆոտո կամ վիդեո նկարահանումով, եթե վնասվել է կամ ջրի մեջ է հայտնվել տեխնիկա եւ կահույք, ապա նկարահանել նաեւ այդ տեխնիկան եւ կահույքը։ Երրորդ, զանգել համատիրություն, որպեսզի աշխատակիցները մոտենան եւ տեղում արձանագրեն կատարվածը։ Չորրորդ, մասնագիտացված կազմակերպության կողմից գնահատել ձեզ հասցված վնասը, այդ թվում նաև վերանորոգման ծախսերը։ Հինգերորդ, արտադատական նամակ ուղարկել ձեզ վնաս հասցրած հարևանին, նամակին կցելով վնասի գնահատման եզրակացությունը եւ համատիրության կողմից կազմված արձանագրությունը։ Նամակով առաջարկել նրան վճարել ձեզ պատճառած վնասը եւ ինչպես նաեւ տեղեկացնել այն մասին, որ պատճառած վնասը չհատուցելու դեպքում դուք ստիպված կլինեք դիմել դատարան եւ նշված ծախսերին կավելանան նաեւ դատական ծախսերը, ինչպես նաեւ փաստաբանի ծախսը։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում դիմել դատարան գումարի բռնագանձման պահանջով։ Կարևորի մասին։ Ամեն դեպքում փորձեք ձեռք բերել համաձայնություն, խնայելու համար ձեր նյարդերը, ժամանակը եւ հարևանի հետ բարիդրացիական հարաբերությունը։ Լավ եղեք եւ մի ջրվեք, իսկ ջրվելու դեպքում գործեք իմ խորհրդով։